Ժողովուրդ բարև ձեզ։ Խոսքով շատ ման եկա YouTube-ում, ինտերնետում ինչ որ բան չգտա հայերեն տարբերակով։ Այս այնով պրաշիվքի մասին է խոսքս։ Մի խոսքով ուզեցի sense վիդեո անեմ, этап-этап։ Սկզբնական կարգավորումների համար հիմա կարամ ցույց տամ։ Ու իրար հետ կհավաքենք նաև դրոնը։ Իրար հետ настройка կանենք, իրար հետ կթռցնենք։ Ուղղակի տեսնենք հիմա սկզբից ինչա կատարվում, որտեղ ինչա։ Այդ նույնը կարակ դուք կրկնեք ու ձեր մոտ ամեն ինչ կստացվի, ոչ մի բանից մի վախեցեք։ Ես էլ եմ սկսել 0-ից։ Մի անգամ, երկու անգամ ասենք փչացրել եմ, բայց ոչինչ։ Այտենց գնում ես առաջ։ Դա մենակ սկզբից է մի քիչ դժվար։ Մի խոսքով շատ չերկարացնեմ։ Անեք մի անգամից sense ասեմ։ Այսի մեջ պլատեն, պայլոտնի կոնտրոլյորը։ Հիմա ես էսի զբրոս կանեմ ու իրար հետ սկզբից 0-ից մինչև վերջ настройка կանենք, որ ինքը պատրաստ լինի թռնելու համար։ Ժողովուրդ, հիմա սկսում ենք 0-ից։ Ասենք թե պլատեն եկել է, զակաս եկտվը եկել է, չգիտեք մեջ ինչ չի, դուք ուզում եք ձեր ուզած պրաշիվկեն։ Օրինակ ես օգտագործում եմ այնա, որովհետև ինքը ես սիրում եմ ավելի շատ նավիգացիա։ Ինքը դրան աղորդված ավելի շատ ուժը տված է դրան, քան ինչ որ ֆրիստայլ, sense արագ թռիչք, մի խոսքով, դա բետա ֆլայթն է։ Այնա ուրիշ մակարդակա, ուրիշ զադաչայի համար ոնց ասած ուրիշ նպատակով է։ Մի խոսքով ստացել ենք sense մի բան, հիմա 0-ից պրաշիվկեն անում ենք։ Նախ զակաս տալուց պետք է իմանաք ձեր պլատեն ոնց է կոչվում։ Օրինակ հիմա այս ամենը կանենք ու իրար հետ դուք էլ կրկնեք նույնը, հաստատ կստացվի, չստացվել կօգնեմ։ Ուրեմն, ստեղ կա պլատի վրա ալնում է, միշտ ալնում է, մի հատ կնոպկա է ալնում։ Տեսեք, փոքր կնոպկա է իմը ստեղը, ձերը կարող է ստեղը լինի, ստեղը մետի կապ չունի որտեղ է։ Այդ կնոպկեն սխմած պահում եք ու միացնում եք USB շնորհը։ Ու բաց եք թողում։ Պետք է մենակ վառի կարմիր լույս։ Դրեցինք տեղը։ Հիմա այնավի մեջ, այնավը կարակ հենց գիտխաբից քաշեք, Google-ում գրեք այնա, օրինակ последняя версия։ Ու քաշեք այս ծրագիրը, ստանովկա անեք։ Ինքը ստեղ DFU մոդ է միանում։ Ռեժիմ պրաշիվկա։ Մի խոսքով մտնում եք պրոգրամիրովանիա։ Ստեղից ընտրում եք ձեր պրաշիվկեն, այսինքն ձեր պլատի համար նախատեսված։ Օրինակ իմը անունը Dake FPV F405 է։ Ընտրեցինք, որ վերսիան եք ուզում։ Հիմա այս պահին 9.1.0 ու շատ լավ աշխատում ասեմ։ Ստեղ полностью ранее միկրոկոնտրոլյորը անպայման, այսել կարանք անջատենք եւ զագրուզից պրաշիվկու օնլայն։ Սխմում ենք, սպասում ենք քաշեց եւ սխմում ենք պրաշից պրաշիվկու։ Հիմա արդեն մաքսիմա, հեսա պրաշիվկեն է թվում է, ես պաուզատամ երկար չպահեմ։ Պրաշիվկի ժամանակ չկպնեք պլատին, ոչ մի բան չանեք, հեսա պրաշիվկեն գնում է, տեսեք։ Պրաշիվկեն վերջանալուց հետո մի խոսքով, այստեղ ձեր մոտ պետքա դուք տեսնեք, որ միացավ օրինակ COM3-ը իմը սկսեց այս լույսերը թարթել, պրաշիվկեն նորմալ նստել է։ Հիմա սկսենք կամաց настройки անել։ Սկզբնական настройки։ Խեմ ուզում ես վիդեոն անեմ, որովհետև նայում եմ ուրիշ ազգեր, ուրիշ երկրներում ամեն ինչ անում են, ամեն ինչ սարքում են, բոլոր լեզուներով կա, բայց հայերեն լեզուներով շատ քիչ ինֆորմացիա կա կամ չկա։ Մի խոսքով շատ կուրախանամ, որ կրկնեն մարդիկ, կարենան իրանք էլ սարքեն, ինչու՞ չէ որ։ Հիմա այստեղ սեղմում ենք սա։ Добро пожаловать։ Եվ գնում ենք այստեղ սխմում ենք պատլիչից։ Միացավ միանգամից sense բանա բերում։ Էսի նրա համար է, որ միանգամից շաբլոնը настройки հետ մոտավորապես ինքը քեզ տալիս է սկզբնական, հետո դու գիտես ինչ կանես։ Մի խոսքով մենք եկեք հավաքենք այս 7 դույմանոց կվադրակոպտեր։ Перезагрузка անելու մի քիչ երկար, ես պաուզա եմ տալի։ Այս настройки-ը մի քիչ երկար է այդում ամենասկզբինը, որովհետև սկզբնական настройки-ը տալի քո ընտրած չափսի համար։ Մի քիչ երկար կեթե, բայց ոչինչ։ Ունեն արդեն միացավ։ Հիմա այստեղ միանգամից տալիս է որ պորտին ինչա միացված։ Կարաս միանգամից настройки անես, այսը պորտերն է, դրա մասին առանձին խոսանք, մի խոսքով։ Լավ, էսի բաց թողանք, ինք հետո առանձին կանենք։ Նորից перезагрузка այթալու։ Перезагрузка եղավ, հիմա նորից պատլիչից։ Վերջ արդեն մեր ընտրած մոդելը настройки-ով կա, մոտավոր настройки-ով։ Հիմա ամենասկզբից գնանք։ Առաջինը։ Ստացիցա տալի վիճակը այս կողմեն կողմ, էս այսքան կարևոր չէ սպահի մեր համար։ Հիմա մտնում ենք միանգամից կալիբրովկա։ Այստեղ պետք է կալիբրովկա անենք մեր գիրոսկոպը, աքսիլոմետրը, կոմպասը մի խոսքով։ Այս ուղղակի sense որպես օրինակ եմ նկարում վիդեոն, sense պլատեն այս վիճակով, որ մոտավոր պատիասում կազմեք ինչա կատարում, ինչ հերթականությամբ։ Այսի արդեն ոնց ասած այս ամենը արվում է դրոնը հավաքած վիճակում, անպայման դրոնը հավաքած վիճակում։ Դա չի աշխատի։ Կոնկրետ այս կալիբրովկի մասին եմ ասում։ Հիմա ցույց տամ ոնց են անում կալիբրովկեն։ Տեսեք, այսի մեջ պլատենա։ Պլատի վրա կա սլակ, դեպի առաջ։ Մենք պետք է կալիբրովկեն անենք դեպի սլակը առաջ։
Դրոնի վրա եթե տեղադրվում է, միշտ սլակը առաջ։ Հիմա սխմում ենք այստեղ։ Տալիս ենք OK։ Տվեցինք։ Հիմա արդեն եթե ես սխմեմ, կսկսի կալիբրովկեն ընթացքը։ Հիմա դնում ենք հավասար։ Ասենք թե դրոնի վրա արդեն դրած է, դրոնը հավասար դրված է սեղանին, ինչքան հնարավոր է աշխատեք հավասար սեղան լինի, ծուրտեղ չլինի, տեսեք որ դրոնը հավասար իր ուռովենի վրա է։ Սխմում եմ կալիբրովկա։ Առաջի վիճակը ֆիքսեց։ Հիմա ստեղ ցույց է տալի։ Երկրորդ քայլ, շրջեք։ Հիմա ես շրջում եմ։ Այս վիճակով մի րոպե հարմար չի։ Հիմա տեսեք, սենց շրջում ես։ Սկզբից սենց էր, սլակը վերև սխմեցինք, հիմա շրջեցինք։ Նորից սեղմում ենք կալիբրովկա։ Սեղմեցի։ Հիմա ֆիքսեց այս վիճակը։ Հիմա ասում եմ նույն ձևի, թեքեք, աչ, այսինքն տեսեք, ստեղ սլակը տալիս է։ Նույն ձևի ես եմ պահում սլակը։ Տեսեք սլակը սենց։ Ու սխմում ենք կալիբրովկա։ Մի խոսքով, մանրամասը ցույց չտամ։ Նույն ձևի սլակը վերև, սլակը կողք, այսինքն սենց, տեսեք։ Ստեղ է սլակը կողք, սլակը ներքև։ Բոլոր քայլերը անում եք, այդ կալիբրովկա կնոպկեն չմոռանաք, էլի։ Թեքեցիք, վիճակը պահեցիք, ասենք աշխատեք վերցնեք ինչ որ sense մի կառուկա, ու ճիշտ աշխատելու համար։ Նու դրոնի մասն է խոսքը, դրոնը։ Ասենք դրեք, սս պահեք ձեռքով, աշխատեք ուղիղ լինի ու սեղմեք, ասենք այդ կալիբրովկա կնոպկա։ Ասենք ես սեղմեցի։ Այս վիճակով։ Մի խոսքով, բոլոր քայլերը անելուց հետո անպայման սխմում եք սախրանից, իպերեզագրուզից։ Դա անպայման։ Հիմա այս կալիբրովկեն անեմ ու շարունակենք։ Տեսեք, լրիվ էտապները արեցի։ Թեքում ես վիճակը ասենք, ոնց որ տված է, պլատը թեքում ես, պահում ես, սխմում ես կալիբրովկա։ Մի խոսքով, եթե լրիվ արել ես նորմալ է սաղ լրացվել է վանդակները, վերջում sense բան է բացելու։ Ուղղակի սխմում ես OK եւ սախրանից պերեզագրուզից։ Հիմա միանալուց հետո անպայման մտեք կալիբրովկա այս վկլատկեն, տեսեք որ ձեր արածը մնացել է, պահվել է թե ոչ։ Պահվել է, ուրեմն նորմալ է։ Հիմա այս վիճակով հիմա սլակը դեպի առաջ, տեսեք ես ոնց անում եմ նույնը պետք է անի։ Քանի այստեղ զլոյացնեմ ես։ Տեսեք նույն ձևի դուք պատկերը պետք է տեսնեք։ Մի խոսքով, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Անցանք առաջ։ Հիմա մագնիտոմետր կոմպաս։ Դա առանձին GPS-ի հետ ցույց կտամ։ Առանց GPS-էլ կարա թռնի, բայց ոնց որ ասած շատ կարևոր բան է, եթե ծրագիրը պրաշիվկեն նավիգացիայի վրա է ուժը տված կենտրոնացրած, այդ անպայման պետք է ունենաք GPS պրիոմնիկը կամ մոտավորապես այսպես GPS պրիոմնիկ։ Ասենք թե սենց։ Ինքը կոմպասը միանգամից հետն է ու շատ լավ աշխատում կոնկրետես ֆիրմեն։ M10 չիպով է 32 հատ սպուտնիկ է բռնում, վիդեոներից մեջ որ նայեք կա, տեսեք ոնց է իր տեղը կանգնում դրոնը առանց իրար գալու։ Մի խոսքով, այս էլ անցանք։ Հիմա մագնիտոմետր կոմպասը անցանք, եթե առանձին GPS տեղադրելուց հետո ցույց կտամ։ Հիմա կոնֆիգուրացիա։ Այստեղ արդեն այս օրինակ աքսիլոմետր ավտոմատ է, ինքը նախընտրում ինչ մոդելա վրան, ինչ համարի չիպ է։ Մագնիտոմետրի հետ գործ ունենք հետո, բարոմետրը էլի ավտոմատ է։ Այստեղ սրանք մի խոսքով սա ավտոմատ են, սրանց մասին էլ հետո խոսամ, օպտիկի պատոկ ես հավաքել եմ, որ առանց GPS տան մեջ հնարավոր է ֆիքսված մնա իր տեղում ու չշարժվի։ Հետո ցույց տամ։ Հիմա այստեղ չես 400 կհz-ը փոխում ենք 800։ Այստեղ ինչ ենք անում։ Այստեղից անջատվում է ընդհանուր իր ֆունկցիաները կամ միացվում է։ Օրինակ, մի խոսքով այստեղ կարելի է GPS նավիգացիա տելեմետրի ձեռք չենք տալի, выходной տելեմետրիա հետադարձ կապ, որ պուլտի վրա տեսնում ես ինչեր կա, ինչ զայլատկ են, հեռավորություն, մի խոսքով լիք ինֆորմացիա նաստրոյք կա, լրիվ ցույց կտամ ուղղակի հերթականությամբ։ Այս պահին ուղղակի ոնց ասած սկզբնական։ OLED display սրանք պետք չի, չորնի ящик է անպայման, որովհետև զապիս ենք անելու լոգերը, որ հետո նաստրոյք անենք մեր պիդերը։ Այստեղ OSD-ն պետք է միանա, Air mode-ը, այսի հետո կբացատրեմ ինչա, բայց պետք է միացված մնա, Vibrise profile spawn կոմանդը։ Ու սա, մի խոսքով, այսի ոնց կա, դուք sense դրեք կամ sense թող մնա, եթե նույն ձևա թող մնա։ Եկանք ես կողմ, այստեղ նաստրոյքն է, թե զայլատ հոսանքի մասին է խոսքը, ինչքան լարում կա, մի խոսքով, այստեղ կորեկտիրովկա է արվում այս թվերով, որ նորմալ ցույց տա, քանի վոլտ է։ Դրա ձևերն էլ ցույց կտամ։ Մի խոսքով, այսի ոնց կա, թող sense մնա։ Այս էլ անցանք։ Հիմա տեսեք, մայկանք այս վկլատկեն պորտի, այսինքն պորտերը, UART պորտերը, իրանք շփվում են մի խոսքով իր կողքից միացված սարքերի հետ, այսինքն կարող լինի այս դատչիկը, կարող լինի քամու դատչիկ, կարող լինի արագության դատչիկ, կարող լինի մի խոսքով լիքը տոկի դատչիկ, մի խոսքով լիքը բաներ։ Հիմա մենք որ պորտին ինչ ենք միացնում, ընտրում ենք։ Օրինակ, ցույց տամ օրինակ պրիոմնիկը, LRS պրիոմնիկը, CRSF պրոտոկոլով աշխատող։ Հիմա ես բացեմ, միացնեմ, ցույց տամ ու ցույց տամ ձեզ, որ ինքը հասկացավ իրան միացրած է, հիմա պաուզա եմ տալի։ Տեսեք, հիմա սրա մասին մի քիչ կարճ խոսամ, այս այն պրիոմնիկն է, որ պետք է ապարատուրայից պուլտից ընդունի հրամանները, կոմանդները ու տա մեր պայլոտնի կոնտրոլերին։ Ինքը միանում է այս ձևով, կարող է ձեր պլատինի մարմնի պետք է պայատ անեք, կամ կարող ասեն շտիկերով լինի արդեն պատրաստի, տեսեք որ պլյուս մինուսները RX-ը բռնի։ Այսինքն, իմ մոտ օրինակ հերթականությունը սենց է, եթե սենց մտցնենք, ահա
Տեսեք։ Հերթականությունը։ Ուրեմն սևը մինուս, կարմիրը պլյուս, կողքը RX TX։ Եթե այստեղ RX TX-ը խառնած լինի, դուք կարաք շտիկերը ուշադիր այս պլաստմասն է, փոքր պլաստմասա, մի հատ ասեղով բարձրացնեք, քաշեք անեք այս պրովոդը, տեղերով փոխեք։ RX TX-ը սարքերի հետ միանում է խաչաձև, այսինքն սրա TX-ը միանում է սրա RX-ին, սրա RX-ը միանում է սրա TX-ին։ Այստեղ եթե ուզենամ հնարավոր է մոտիկացնեմ ցույց տամ։ Հեսա տեսեք երևում է RX TX գենդե եւ 5 վոլտ։ Այդ հերթագենդը 5 վոլտը խնդրում եմ ուշադիր եղեք, չխառնեք, չչափչացնեք համսա։ RX TX-ը խառնելուց ոչինչ։ Էլի եմ ասում, խաչաձև է միանում սրա TX-ը, սրա RX-ին, սրա RX-ը, սրա TX-ին։ Հիմա միացնում եմ ու գնահատեմ ասոյկեքը ցույց տամ։ Մի խոսքով միացրեցի, հեսա։ Հիմա գնացինք նորից պորտ։ Հիմա մենք պետք է իմանանք, որ պորտին է միացված մեր սարքը։ Ձեր առած պայլոտնի կոնտրոլյորի դոկումենտացիայի մեջ գրում է, որ պորտին ինչ կարելի է միացրած, որովհետև արդեն Zavasco-ի այդ պրաշիվքի մեջ գրած է, որ պորտի վրա ավելի լավ աշխատում է տվյալ սարքը։ Հիմա իմ կոնտրոլյորի մեջ գրած է, որ UART2-ը միացրեք պրիոմնիկը, ընդունիչը։ Հիմա գնում ենք ստեղ կոմպյուտեր։ Հիմա ման են գալիս UART2։ Գալիս ենք RX։ Տեսեք։ Այսա։ RX։ Միացնում ենք։ RX, այսինքն ընդունող, receiver։ UART2-ի RX, սի պրիոմնիկի համար է։ Հիմա տեսեք, ձեր մոտ կարող է 4 նշածը լինեն, որ 4-րդը միացրեք RX պրիոմնիկը, չգիտեմ 6-ը, 1-ը, տեսեք ինչ է գրած դոկումենտացիայով, տենց ավելի լավ աշխատում, ավելի ճիշտ։ Օրինակ UART1 իմ դոկումենտացիայի մեջ պլատի գրած է, որ ավելի լավ է միացնեք GPS։ Ասենք GPS-ն է, ասենք UART1, տեսեք։ Եկանք սենսորի։ Հոպ, GPS։ Կարող ես դնել սախրանից, այս կողմում։ Հիմա մենք դրել ենք ընդունիչը մեր, սխում ենք սախրանից պերեզագրուզից։ Պերեզագրուզ կա եղավ։ Հիմա որպեսզի համոզվենք, աշխատում է կապի մեջ են իրար հետ այս սարքը ու այս սարքը, այդում ենք այստեղ պրիոմնիկ։ Եվ տեսնում ենք, որ հեսա արդեն կա մի խոսքով կալորի կանալները։ Այստեղ եթե չլիներ ձեր մոտ, այստեղ տեսեք տալիս է ինչ ձևով միանա։ Մենք ընտրում ենք ինչով ենք միացրել մեր պրիոմնիկը սերիալով, UART-ով, ինչ պրոտոկոլ CRSF, մեր պրիոմնիկը CRSF է, LRS 24 GHz։ Ու վերջ, սախրանից պերեզագրուզից։ Հիմա անցանք մյուս mixture։ Սրա հետ գործ չունենք, որովհետև արդեն ոնց որ ասած այն պրաշիվքին անելուց հետո սկզբից որ միանում էր, մենք ընտրեցինք ինչ մոդել ենք ուզում, ինչ չափի, ինքը ոնց որ ասած այդտեղ արդեն աստրոյկեքը վերցրած է, հեսա 4 հատ մատուր միացրած է, մի խոսքով մատուրի պատտվելու ձևերն էլ է դաժե ցույց տված, որը որ կողմ պետքա պատտվի, որ մատուրը որտեղ պետքա դրվի։ Նայեք, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հերթականությունը սենց է։ Մի խոսքով այստեղ տեսեք ինչ է, կարող ես փոխես ինչ ձև ես հավաքում, այդ ձևի ռամա ես ընտրում, մի խոսքով այդ գործում ոնց կա այսի անցանք։ Մատուրի։ Էլի կարևոր նաստրոյկիկ։ Հիմա տեսեք, վերևը կարմիրով գրած է, որ անջատած է ձեր մատորները PWM-ի խդը չկա։ Հիմա ձեր ռեգուլյատորը պետքա տենաք ինչ ռեգուլյատոր եք դուք օգտագործում, ինչ պրաշիվկով, տեսեք, ասենք սա 4-1-ում ռեգուլյատոր։ Ես վերցրել եմ ու միանգամից պրաշիվք եմ փոխել որ դուստարոնի դեշոտ աշխատի, այսինքն ռեալ ժամանակ մատորների քանակը, պտույտների քանակը կարող է հաշվի, ըստ դրա ֆիլտրացիան անի, որ դիապազոնում ինչա կատարում ինքը ֆիքսում, մի խոսքով էսի ուրիշ թեմա։ Հիմա սկզբնականի մասին եմ խոսում։ Դնում եք, միացնում եք սա։ Միացնում եք գոնե մինիմում դեշոտ 300 է, ես չգիտեմ ձեր ռեգուլյատորն ինչ պրոտոկոլով աշխատում, մուլտիշոտ, այնտեղ տարբեր կա։ Հիմնականում հիմա արդեն դեշոտ բարձրներն է, լավ, ես հիմա դնում եմ դեշոտ 600։ Սրանց հետ ոչ մեկի ոչ մի բանի ձեռ չենք տալի ու վերջ, ընդամենը էս ենք միացնում ու սա։ Սա ու սա։ Այս երկուսը։ Սախրանից պերեզագրուզից։ Հիմա մատորները նաստրոյկ արեցինք, հետո որ հավաքեմ դրոնը կստուգենք իրար հետ տեսնենք։ Պրիոմնիկը արդեն դե մտել ենք, նաստրոյկ արեցինք, UART-ից միացրեցինք, ըստ այդ ընտրեցինք ինչով ենք միացրել իրան, ինչ պրոտոկոլ է մեր պրիոմնիկը։ Այս էլ անցանք ռեժիմներ։ Ուրեմն ռեժիմները ինչի համար է։ Ու արդեն եթե ապարատուրան մոտը տա, կոմոտա դու այդ ռեժիմները կնոպկեք նաստրոյկ այս անում, որ կնոպկեն ինչի տակ աշխատի։ Օրինակ ինձ պետք է ARM-ը, որ սխում ես արդեն դրոնը միանում է, դնում ենք երկու այս կողմ, տեսեք, ես քաշում եք, բռնում եք մկնիկով, բերում եք աչ ու ձախ, որ դիապազոնի տակ միանա։ Բերում եք այս ամենավերջը։ Եվ սկսնակ եք, չգիտեմ ինչ, կամ կարող եք քշեք մի խոսքով։ Angel-ը, որ ավտովիրանյունը, ինքն իրան գալիս է բալանսի, ինքն իրան ոնց ասած ուղղում է։ Ակրոյի նման չի, եթե թեքեցիք ինքը թեք մնում է, թեք գնում է։ Մի խոսքով թեքեցիք առաջ, ինքը սենց առաջ մնում է, առաջ գնում է։ Դուք պետք է ռիպոլի կոնտրոլ դուք եք ստիկերով անում, դա գիտեք։ Իսկ Angel-ը, եթե ստիկը թողեցիք, ինքը նորից գալիս է հավասարվում է 0-ի, կանգնում է իր տեղը։ Ստիկը սխմած է, ստիկը թողեցիք, նորից ինքը ավտոմատ գալի հավասար կանգնում է, չի գնում։ Այս ռեժիմն է, սկզբից անպայման փորձարկելուց, հավաքելուց հետո դրոնը անպայման այս ռեժիմը միացրեք։ Angel։ Հիմա ես դնում եմ ինչ որ մի ազատ կանալի տակ, ասենք թե 16-րդ կանալի տակ, ու այս դիապազոնը բացում ենք մինչև վերջ, բոլորը, որ միշտ ինքը միացրած մնա։ Տեսեք սստիկ ապտի։ Եվ սխում եք սախրանից։ Վերջ, այս էլ անցանք։ Այս մնացած ռեժիմների մասին հետո։ Fail-safe, էսի возврат-домой հետադարձ տուն, պուլտը կորելու դեպքում, պուլտի հետ կապը կորելու դեպքում, կամ դուք եք ուզում սխում եք կնոպկեն հետա գալի նորից իշմա իր տեղը։ Այդի հետո GPS-ի հետ առանձին մի հատ վիդեո կանեմ։
Հետո լրի GPS-ի հետ կապված նավիգացիայի։ Հիմա բիտ настройкեքը շատ կարևոր մի ոնց որ ասած բան է, սրանից շատ բան է կախված, շատ։ Էսի առանձին թեմա է, շատ մեծ թեմա է, ես առանձին վիդեո կանեմ, բայց սկզբնականի համար ձեզ ասեմ, եկեք sense բացատրեմ։ Սկզբնականի համար մոտավոր ասեմ դուք պատկերացրեք ձեր դրոնի համար ինչ настройка չափ մազնաչենյաներ պետք, ինչ թվեր պետք։ Մոտավոր ասեմ մի կիլանոց դրոնի համար, ասենք եթե 500 գրամ դրոնն է, մի 500 գրամ էլ ակումուլյատորն է, 2807 մոտորներով, այսինքն մեծոտ մոտորներով, դուք կարող եք էսի դնեք 60 կամ 65, 65 պարամետր պեն 65 ինտեգրալնի էսի պլյուս ենք անում 15% ընդհանրապես 65-ին գումարած 15%, 75-ը լավ է, իսկ դեն մոտավորապես մի 30-ի կողմերը 32 ասենք թե ասենց սկզբնականի համար եմ ասում, էսի շատ նուրբ թեմա է, շատ նուրբ настройка, որ շատ բանա կախված էս настройкից, թե ակումուլյատորի ծախսը, թե ստաբիլությունը, թե ամեն ինչը։ Նույնը, էսի պիչի մասին էր, էս էլ ռուլի, աչու ձախի մասին, էսի հետո առաջի մասին է настройкն է, էսի աչու ձախի, էս էլ մի խոսքով էս ֆրալու համար։ Նույնն էլ սա մի քիչ պակաս եք դնում, էս երկրորդ վկլատկեն։ Աչու ձախի համար ինքը այդքան ուժ պետք չի իրան, ոնց որ դիմացը հետո առաջ անելու համար։ Այդ 65-ի փոխարեն կարող լինի 55, տեսեք։ Եվ դենել կարող լինի 28 մաքսիմում, եւ սա էլ էլի մի 15% գումարած ինտեգրալին։ Ասենք թե sense։ Ու հələ որ այսքանա ձեռ չեք տալի։ Սա մեկ սախրանից։ Կանգեին կարը այստեղ պիդերի մասին է խոսքս, մի խոսքով ասեցի 7 դույմանոցի համար նախնական ինչ պիդեր դրվի, մեկ էլ սկզբնական ֆիլտրերը, այդ էլ հետո ցույց կտամ ոնց է настройка արվում, ոնց է գտնում։ Մի խոսքով եթե 7 դույմից սկսած 85 Հց, տեսեք թվերը ոնց է, նույնը կրկնեք։ Մի խոսքով, հələ որ այսքանը, այս վկլատկից պիդ настройкից, ստե մնացածը բանի պետք չի ձեռ տալ, ոչ մի բանի։ Մի խոսքով սկզբնական թռիչքի համար, որ գետնից դրոնը կտրվի, ոնց որ ասած թռնեք, մնացած настройки մասին կամաց ցույց կտամ։ Մյուս անգամ GPS-ի настройки մասին ցույց կտամ, կոմպասի մասին, ու այդքանա պետքա դրոնը հավաքված վիճակում։ Դրոնն էլ կհավաքենք, իրար հետ կհավաքենք ու կթռցնենք։ Լավ մնացեք, մինչ հանդիպում։